Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր մենք միասին խոսելու ենք ընդհանուր կենսաբանության կենսաքիմիա բաժնի մի շատ կարևոր թեմայի մասին՝ սպիտակուցների գործառույթների մասին։ Եվ այսպես նախորդ դասընթացին մենք միասին ուսումնասիրեցինք սպիտակուցի կառուցվածքը եւ դրանց հատկությունները, իսկ այսօր կխոսենք դրանց կատարած շատ բազմապիսի ֆունկցիաների մասին։ Բացի պարզ սպիտակուցներից մեր օրգանիզմում նաև առկա են բարդ տիպի սպիտակուցներ եւ դրանց շարքին են պատկանում քրոմոպրոտեինը, նուկլեոպրոտեինը, լիպոպրոտեինը եւ գլիկոպրոտեինը։ Սրանք կոչվում են բարդ սպիտակուցներ, քանի որ հիդրոլիզի արդյունքում բացի ամինաթթվային մնացորդից այստեղ ի հայտ է գալիս այլ պրոսթետիկ խումբ, տվյալ դեպքում քրոմոպրոտեինում հեմն է, որպես այլ պրոսթետիկ խումբ հանդես գալիս եւ որպես օրինակ հեմոգլոբինն ու միոգլոբինն են, նուկլեոպրոտեինների շարքում նուկլեոտիդը, որտեղ որպես օրինակ ներկայացնենք քրոմոսոմների կառուցվածքը, լիպոպրոտեիններում լիպիդները, սրանք մտնում են պլազմալեմի կառուցվածքի մեջ եւ գլիկոպրոտեիններում ածխաջրերը, որոնք մտնում են կոլագենի եւ էլաստինի կառուցվածքի մեջ։ Եվ այսպես ուրեմն գիտենք, որ սպիտակուցները որպես կանոն գտնվում մեր օրգանիզմում ամենամեծաքանակ օրգանական նյութերն են հանդիսանում եւ տարբերում ենք շատ տարբեր գործառույթներ, որոնք պայմանավորված են սպիտակուցի մոլեկուլի կառուցվածքի առանձնահատկություններով, նշեմ դրանցից յուրաքանչյուրը։ Առաջինը կառուցողական ֆունկցիան է, կոչվում է կառուցողական, քանի որ ուրեմն մտնում են այս սպիտակուցները մեր բջջաթաղանթի կառուցվածքի մեջ, անոթների պատի, օրգանոիդների, ջլերի, ինչպես նաև ձևավորում են մեր ուրեմն միջբջջային նյութը եւ ուրեմն սրանց օրինակներից են կարևոր ալֆա կերատինը, որը մտնում է եղունգների եւ մազի կառուցվածքի մեջ։ Մենք նախորդ դասընթացներին նաև ուսումնասիրեցինք բետա կերատինը, որը մտնում է հիմնականում մետաքսի եւ ոստայնացանցի բաղադրության մեջ։ Հաջորդ շատ կարևոր կառուցողական ֆունկցիա կատարող սպիտակուցներից են էլաստինը, կոլագենը։ Նշեմ, որ կոլագենը նշված է դասագրքում որպես պաշտպանական սպիտակուց, սակայն սրա գլխավոր դերը հանդիսանում է կառուցողական գործառույթը։ Ուրեմն էլաստինը եւ կոլագենը մտնում են մեր մաշկի բաղադրության մեջ, կազմում են մեր մաշկը եւ որպես կանոն հիշեցնեմ, որ մեր մաշկը կազմված է էպիդերմիսից, բուն մաշկից կամ դերմայից եւ մաշկի տակ գտնվող ենթամաշկից, ենթամաշկային ճարպային բջջանքից կամ ճարպոնից։ Եվ այսպես էլաստինը եւ կոլագենը մտնում են բուն մաշկի շարակցական հյուսվածքի բաղադրության մեջ եւ ապահովում են մաշկի ձիգ առաձգականությունը, էլաստիկությունը եւ առաձգականությունը։ Դրանց քանակի պակասման դեպքում բնականաբար մաշկը ծերանում է եւ շատ շուտ կնճռոտվում։ Ինչպես նաեւ շատ կարեւոր է, քանի խոսում ենք այս թեմայի շուրջ, շատ կարեւոր է բացի էլաստինից եւ կոլագենից հիալուրոնաթթվի առկայությունը մաշկի մեջ, որը նույնպես ապահովելու է մեր մաշկի երիտասարդությունը։ Հաջորդը մեր կատալիզային ֆունկցիա կատարող ուրեմն սպիտակուցներն են, որոնց շարքին են պատկանում ֆերմենտները։ Ֆերմենտները դրանք այն սպիտակուցներն են, որոնք իրենց կառուցվածքներով ավելի մեծ են, քան այն նյութը, որին ամրանալու են։ Ֆերմենտները չեն խառնվում ռեակցիային, սակայն կատալիզում են այդ ռեակցիայի ակտիվությունը, արագացնում են ռեակցիաները միանալով ելանյութերին։ Ֆերմենտները եւ նյութերը իրար համընկնում են ինչպես բանալին կողպեքին եւ ֆերմենտի ակտիվությունը կախված է ոչ թե նրա ամբողջ մոլեկուլից, այլ նրա ակտիվ կենտրոնից։ Նշեմ մի շարք ֆերմենտներ, որոնք դուք կհանդիպեք մեր դասընթացներում հետագայում, ուրեմն մարսողական համակարգում
մարսողական համակարգում առանձնացված ֆերմենտների մասին խոսենք, առաջինը պտիալինն է, որը մտնում է թքի բաղադրության մեջ, եւ այս ֆերմենտը պոլիսախարիդները ճեղքավորում է մինչև օլիգոսախարիդներ, ինչպես նաեւ գիտեք, բավականին շատ բերանում պահելով սնունդը մենք կարող ենք ճեղքել մինչև մոնոմերներ, գլյուկոզներ, քաղցր համը վկայում է հենց այդ մասին, շատ բերանի մեջ ծամելուց հետո քաղցր համը վկայում է հենց դրա մասին։ Հաջորդը ուրեմն սպիտակուցները, որոնք կատալիզելու են հենց սպիտակուցների ճեղքումը պեպսիններն են, սրանք առաջանում են ստամոքսի գեղձային բջիջներից եւ հենց ստամոքսում սպիտակուցները վերածում են ավելի համեմատաբար փոքր պեպտիդների, որոնք ուրեմն հետագայում արդեն բարակաղիներում են ճեղքավորվելու մոնոմերների։ Եվ տրիպսինը, ամիլազը, լիպազը եւ նուկլեազը, որոնք սինթեզվում են ենթաստամոքսային գեղձում եւ արդեն բարակաղու սկզբնամասում 12 մատնյա աղում սկսում են ճեղքավորել ուրեմն տրիպսինը պեպտիդները ամինաթթուների, ամիլազը օլիգոսախարիդները ավելի փոքր մոնոսախարիդների եւ այսինքն մոնոմերների է վերածում, լիպազը լիպիդները գլիցերինի եւ ճարպաթթուների եւ նուկլեազը նուկլեինաթթուները նուկլեոտիդների։ Ինչպես նաեւ նշեմ, որ 2017 թվականին հայտնաբերվեց մի շատ ուրեմն հետաքրքիր եւ կարեւոր ֆերմենտ ռետինոլսատուրազան լյարդում մարդու, որը ըստ գիտնականների եւ բժիշկների հետազոտությունների ադապտացնում է մեր բջիջներին գլյուկոզի բարձր քանակին։ Ինչպես գիտեք, սա բավականին վտանգավոր երևույթ է եւ այս ֆերմենտի ճնշման միջոցով փորձում են գիտնականները տվյալ պահին բուժեն այն հիվանդությունները, որպես կանոն, որոնք առաջացել են գլյուկոզի բարձր քանակից։ Բացի մարսողական ֆերմենտներից, իհարկե մեր օրգանիզմում բջջում ունենք նաեւ շատ այլ ուրեմն ֆերմենտներ, օրինակ ԴՆԹ-ի կրկնապատկմանը մասնակցող ԴՆԹ պոլիմերազաշարքի ուրեմն ֆերմենտներ, որոնք շատ բազմատեսակ են։ Այս ֆերմենտները մասնակցում են, ինչպես նշեցի, ռեպլիկացիային, ունենք բավականին շատ ֆերմենտներ, ուրեմն տրանսկրիպցիային մասնակցող, այսինքն ՏՆԹ-ից ՌՆԹ-ի առաջացման մեխանիզմների ժամանակ եւ ունենք ուրեմն տրանսլյացիայում մասնակցող բավականին շատ ֆերմենտներ եւ այս ֆերմենտների մասին հետագայում արդեն յուրաքանչյուր դասընթացի ժամանակ ավելի նեղ կանդրադառնանք եւ ուզում եմ նշել, որ բացի նրանից, որ մեր օրգանիզմում կենդանին, ինչպես նաեւ կենդանիների օրգանիզմում ֆերմենտների առկայությունը մեզ համար իհարկե զարմանալի չէ, բայց զարմանալի կլինի ասել, որ նաեւ բույսերը մեծ քանակությամբ ֆերմենտներ են պարունակում իրենց ռեակցիաները կատալիզելու համար, օրինակ նշեմ տվյալ պահին քլորոպլաստներու ստրոմայում գտնվող ռիբուլոզաբիֆոսֆատ կարբոքսիլազ ֆերմենտը, որը կապում է CO2-ին եւ մտնային փուլում ապահովում գլյուկոզի առաջացմանը։ Անցնենք հաջորդ տիպի սպիտակուցներին, սրանցից են շարժողական սպիտակուցները, որոնցից առանձնացնենք մտրակների եւ թարթիչների բաղադրության մեջ մտնող դինեին եւ ֆլագելին սպիտակուցները, ինչպես նաեւ մեր մկաններում գտնվող ակտին եւ միոզին սպիտակուցները։ Ուշադրություն դարձրեք նկարին, միջածիկ զոլավոր մկաններն են, որտեղ խոշորացնելով մենք տեսնում ենք փակեղը, ապա մկանաթելերի խրձերը եւ ավելի խոշորացնելով մկանաթելերը, որոնք կազմված են միոֆիբրիլներից եւ վերջիններս էլ կազմված են հատուկ կծկվող սպիտակուցներից միոզինից եւ ակտինից։ Ինչպես տեսնում եք, միոզինը ֆիբրիլյար թելիկանման սպիտակուց է, իսկ ուրեմն միոզինը ունի իր վրա գլխիկներ, որով ամրանալու է, միանալու է ակտինին եւ երկուսով ուրեմն կծկելու են, կրճատելու են մեր մկանները, այսպիսով ապահովելով մկանների կրճատումը։ Եվ այսպես ծանոթանանք նրանց աշխատանքին, նախ եւ առաջ ծանոթանանք այն սպիտակուցներին, որոնք այստեղ առկա են, խնդրում եմ մտապահեք անունները, որից հետո մենք կնշենք նրանց ուրեմն աշխատանքի մեխանիզմը։ Ուրեմն այս վարդագույնը իրենից ներկայացնում է ակտինը, ինչպես տեսնում եք երկու կողմից ուրեմն միոզինը գտնվում է ակտինների մեջտեղում եւ երկու կողմից շրջապատված են ակտինները միոզինին, սա ակտինն է,
կապույտները իրենցից ներկայացնում են տրոպոմիոզին տիպի ուրեմն նյութերը, սպիտակուցները էլի, որոնք իրենցից ներկայացնում են հատուկ միոզինի գլխիկներին արգելակող ֆունկցիա կատարող ուրեմն նյութեր եւ սրանք թույլ չեն տալիս, որպիսի միոզինը հպվի ակտինին։ Ինչպես նաև բացի այս կապույտ տրոպոմիոզիններից, այստեղ առկա են կլոր տիպի, ինչպես տեսնում եք, ուրեմն 3 C, I եւ T տիպի ուրեմն տրոպոնին սպիտակուցներ, սրանք արդեն օգնելու են կալցիումին միանալով օգնելու են մեր միոզինի գլխիկներին, որպիսի տրոպոմիոզինը տեղաշարժեն եւ արդյունքում միոզինը կարողանա հպվի մեր ակտինին։ Այստեղ ավելի մանրամասն ներկայացված է ուրեմն միոզինի գլխիկը, որը իրեն միացնում է AF-ը, արդյունքում փոխելով իր կառուցվածքը գլխիկի, անկյունը փոխում է եւ ուրեմն մեծ քանակությամբ էներգիա է անջատվում, որի միջոցով մեր ակտինին շարժում է։ Եվ էլի հիշեցնեմ, տրոպոմիոզինն է այստեղ պատկերված եւ տրոպոնինը, որը ունի այսպիսի ուրեմն կոր հատված, սա C տիպն է, որը միանալու է կալցիումի իոնների հետ։ Հիմա խոսենք սրանց մեխանիզմի մասին, եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր ակտինի կառուցվածքը ֆիբրիլյար տիպի է, թելիկանման, եւ այսպես ուրեմն կազմված է նաեւ տրոպոմիոզին սպիտակուցներից, որոնք թույլ չեն տալիս, որպիսի մեր միոզինի գլխիկները, որոնք այսպես ես նկարեմ, որպիսի մեր ուրեմն գլխիկները միանան ակտինին եւ հպվեն ակտինին։ Եվ այսպես միոզինի վերևում նաեւ կան տրոպոնին տիպի 3 տարբեր ուրեմն սպիտակուցներ, որոնցից C տիպն է, I տիպն է եւ T տիպը, սրանցից C տիպը շատ սիրում է ուրեմն կալցիումներին եւ միանալով կալցիումի իոնների հետ առաջացնելու է տվյալ դեպքում, ուրեմն առաջացնելու է հետևյալ մեխանիզմը, միանալով կալցիումի հետ տեղաշարժելու է այս տրոպոմիոզին թելիկը եւ արդյունքում հնարավորություն է ունենալու մեր միոզինը միանալու ակտինին։ Եվ այսպես ամփոփենք, ստացվում է, որ շատ կարևոր է կալցիումի իոնների առկայությունը, որպիսի կարգավորվի մեր մկանների կրճատումը, քանի որ սրանք միանալով տրոպոնին տիպի ուրեմն սպիտակուցներին կարգավորելու են տրոպոմիոզինի տեղաշարժը եւ արդյունքում միոզինը կարողանալու է հպվել ակտինին, այսպիսով եւ կրճատելով ուրեմն մեր մկանային բջիջները։ Անցնենք առաջ, հաջորդը փոխադրական տիպի սպիտակուցներն են, սրանցից են որպես օրինակ միոգլոբինը, հեմոգլոբինը, ինչպես նաև պլազմալեմում առկա ուրեմն մեզ հայտնի անցուղիները, որոնք որ տեղափոխելու են տարբեր տիպի ուրեմն իոններ։ Միոգլոբինը իրենից շատ նման է հեմոգլոբինին, էլի պարունակում է հեմ, սակայն ունի պոլիպեպտիդային 1 շղթա, հեմոգլոբինը ունի 4 ուրեմն պոլիպեպտիդային շղթա եւ բնականաբար յուրաքանչյուրը ունի 1 հեմ ուրեմն իր մեջ։ Միոգլոբինը գտնվում է մեր մկաններում եւ միոգլոբինը ավելի զգայուն է թթվածնի հանդեպ, այն ուրեմն նպաստելու է, որպիսի թթվածինը տեղափոխվի մկանների միտոքոնդրիումներ, որը հիշեցնեմ ձեզ, որ այստեղ բավականին շատ են, քանի որ նյութափոխանակությունը ակտիվ է մկանային բջիջներում, ինչպես նաև բավականին շատ են այստեղ միտոքոնդրիումների կրիստալները, եւ այս միոգլոբինը օգնելու է, որպիսի թթվածինը տեղափոխվի ուրեմն միտոքոնդրիումներ եւ այստեղ շատ կարեւոր օքսիդացման process-ներին մասնակցի։ Անցնենք առաջ, խոսենք հեմոգլոբինի մասին։ Հեմոգլոբինը, ինչպես նշեցի, 4 պոլիպեպտիդային շղթա է իր մեջ ներառում եւ տարբերում ենք հեմոգլոբինի այսպես ասած կապումը թթվածնի հետ, որը առաջացնում է օքսիհեմոգլոբին համակարգը եւ կապումը CO2-ի հետ, որը առաջացնում է կարբոհեմոգլոբին ուրեմն համակարգը։
Նշեմ, որ օքսիհեմոգլոբինի առաջացումը տեղի է ունենում մեր թոքաբշտերի, ալվեոլների մազանոթներում, քանի որ հեմոգլոբինը հենց գտնվում է մազանոթներում, ուրեմն էրիթրոցիտների վրա, եւ այսպես էրիթրոցիտների վրա գտնվող հեմոգլոբինը քայքայվում է կարբոհեմոգլոբինը, դուրս թողնելով դեպի ալվեոլներ CO2-ը եւ արդյունքում թթվածինը դիֆուզվելով դեպի այս ուրեմն արդեն ազատված հեմոգլոբին առաջացնելու է օքսիհեմոգլոբինը։ Ինչպես նաև նշեմ, որ հակառակ գործընթացը տեղի է ունենալու հյուսվածքներում, հյուսվածքների մազանոթներում, որտեղ մեր օքսիհեմոգլոբինը տվյալ դեպքում քայքայվելու է, առաջացնելու է ուրեմն հեմոգլոբին, թթվածինը դիֆուզվելու է դեպի հյուսվածքներ եւ արդյունքում հյուսվածքներից CO2-ը դիֆուզվելու է դեպի մազանոթներ, առաջացնելով այստեղ կարբոհեմոգլոբինը։ Անցնենք առաջ, ուրեմն շատ կարևոր սպիտակուց է նաև ալբումինը, որին վստահ եմ, որ բավականին շատ անդրադարձել ենք մենք։ Ուրեմն ալբումինը իրենից ներկայացնում է էլի փոխադրող տիպի սպիտակուց, նշեմ, որ առաջանում է լյարդում եւ նետվելով դեպի մեր արյան հուն, այստեղ ուրեմն իրականացնելու է տարբեր դեղանյութերի, ինչպես նաև որոշ էկզոգեն, ինչպես էկզոգեն, էնդոգեն նյութերի տեղափոխությունը, ինչպես նաև կարող է միացնել իրեն կալցիումի իոններ եւ ուրեմն ստերոիդ հորմոնների միացնել իրեն եւ տեղափոխել։ Անցնենք առաջ, հաջորդը ուրեմն ազդանշանային ֆունկցիան է։ Ազդանշանային կամ ընկալչային ֆունկցիան սպիտակուցների ուրեմն հայտնի է որպես սրանք հայտնի են որպես գրգռականությամբ օժտված սպիտակուցներ, ընկալիչների բաղադրության մեջ են մտնում եւ մի փոքր խոսենք ընկալիչների մասին, որպես կանոն ընկալիչները կամ ռեցեպտորները լինում են առաջնային եւ երկրորդային տիպի։ Առաջնային տիպերը իրենց հերթին կամ լինում են ազատ նյարդային վերջույթներով, խնդրեմ նկարում պատկերված են մաշկի ցավընկալիչները, որոնք ազատ նյարդային վերջույթներ ունեն եւ այս տիպը որպես կանոն նաեւ հատուկ է մեր համընկալիչներին եւ լինում են պատիճավորված շարակցական հյուսվածքով պատիճավորված տիպի առաջնային ընկալիչներ, որոնք ավելի խորքային են տեղադրված, օրինակ վերցնենք դոֆամինային ռեցեպտորները։ Իսկ երկրորդայինները դրանք ուրեմն տրանսմեմբրանային ընկալիչներն են, որոնք որ գտնվում են մեր ուրեմն բջջի ներսում եւ որպես կանոն իրենց միացնելով որոշ հորմոններ կարող են տեղափոխել կորիզ, ինչպես նաև բջջից դուրս գտնվող ուրեմն սպիտակուցները, որոնք որ կարող են ստերոիդ հորմոնները միացնել իրենց, տեղափոխել բջջաթաղանթ, այնուհետև բջջաթաղանթի ներսում գտնվող ընկալիչները կբռնեն այս ուրեմն հորմոններին եւ կտեղափոխեն այն վայրը, որտեղ որ այս հորմոնները անհրաժեշտ են։ Անցնենք առաջ, հաջորդը պաշտպանական սպիտակուցներն են։ Նշեմ, որ պաշտպանական տիպի սպիտակուցների շարքին են պատկանում իմունոգլոբուլինը, ինտերֆերոնը, հակամարմինները եւ ցույց տամ, թե ինչպես են հակամարմինները միանում հակածիններին։ Ինչպես տեսնում եք, հակամարմինները ունեն այսպիսի ուրեմն հատվածներ, որոնք անմիջապես համընկնում են հակածնին, ինչպես նկատում եք, որ տարբեր հակամարմիններ ունեն իրենց համապատասխան հակածինները եւ միայն այդ մեխանիզմով կարող են իրենց միացնել հակածիններին, առաջացնելով այսպիսի ուրեմն միացման համակարգ եւ այս մեխանիզմի միջոցով կարողանում են պաշտպանել օրգանիզմը օտարածին նյութերից։ Նշեմ, որ իմունոգլոբուլինի բավականին շատ ուրեմն տարատեսակներ գոյություն ունեն։ Դրանք որպես կանոն ուրեմն գիտեք արյան ախտորոշման ժամանակ ուրեմն արյան մեջ ստուգում են իմունոգլոբուլինի քանակը եւ ըստ դրա ուրեմն ախտորոշում թե տվյալ հիվանդը, տվյալ պացիենտը ունի որոշակի խնդիրներ, ուրեմն որոշակի վարակներ իր օրգանիզմում, թե ոչ, որովհետև հակամարմինների քանակը ավելանում է այն ժամանակ, երբ օրգանիզմում սկսում են որոշ այլ օտարածին մասնիկներ բավականին ուրեմն այսպես մեծ տարածում ունենալ։
Հաջորդը կարգավորիչ ֆունկցիա կատարող մեր հորմոններն են, նշեմ խոսեմ որոշ հորմոնների մասին, հիպոֆիզի արտադրած աճի հորմոնի մասին, որին անվանում ենք սոմատոտրոպ հորմոն, Սոմատոտրոպ հորմոնը, որը արտադրվում է, ինչպես նշեցինք, հիպոֆիզում, մակուղեղում, այն խթանելու է ուրեմն ինսուլինանման սոմատոմեդին հորմոնը, որը ուրեմն տվյալ դեպքում հետագայում իրականացնելու է, մենք հետո կխոսենք արդեն ուրիշ տարբեր ֆունկցիաներ, ինչպես նաև աճի հորմոնը, սոմատոտրոպ հորմոնը նպաստում է ճարպերի քայքայմանը, լիպոլիզին, ուժեղացնում է սպիտակուցի սինթեզը և շատ կարևոր է, որ այս սոմատոտրոպ հորմոնը նաև մասնակցում է կալցիումի կլանմանը ոսկրային հյուսվածքներում, ինչպես նաև շատ կարևոր հորմոն է թիրիոտրոպ հորմոնը, որը նույնպես արտադրվում է հիպոֆիզում, և այս հորմոնը որպես կանոն ուժեղացնում է անոթավորումը վահանաձև գեղձի, ինչպես նաև մեծացնում է յոդի հոսքը դեպի վահանաձև գեղձ, ուժեղացնում է թիրիոգլոբուլինի սինթեզը, որը ուրեմն հետագայում առաջացնելու է մեր տրիիոդոթիոնինը, ինչպես նաև թիրոքսինը։ Նշեմ նաև, որ ուրեմն թիրոքսինի և մենք հետ գնանք մի փոքր, ուրեմն թիրոքսինի և թիրիոտրոպ հորմոնի միջև գոյություն ունի հակադարձ համեմատական կապ, ուրեմն եթե թիրիոտրոպ հորմոնը շատ է, բնականաբար ուրեմն թիրոքսինի քանակը պետք է ավելի պակաս լինի և հակառակը իհարկե։ Հաջորդը ուրեմն ինսուլինի մասին խոսենք, ինսուլինը ես ձեզ հիշեցնեմ, որ նախորդ մեր դասընթացների ժամանակ խոսեցինք, որ այն սպիտակուցն է, որը պարունակում է երկու պոլիպեպտիդային շղթա, ինչպես նաև ուրեմն այստեղ առկա են երկրորդային կառուցվածքներից և ալֆա պարույրները և բետա տիպի կառուցվածքները։ Այստեղ շատ լավ երևում են SS դիսուլֆիդային կապերը ինսուլին հորմոնի ուրեմն կառուցվածքի մեջ և ասեմ, որ ինսուլինը արտադրվում է ենթաստամոքսային գեղձի լանգերհասյան ուրեմն բետա կղզյակներում, որտեղ իրականացնում են ենթաստամոքսային գեղձի ներզատական գործառույթը, սրանով իրականացնում են ներզատական գործառույթը։ Այս հորմոնները որպես կանոն կարգավորում են գլյուկոզի քանակը արյան մեջ և այս հորմոնները գլյուկոզը վերածում են գլիկոգենի, իսկ նրան հակառակ գործառույթ կատարող գլյուկագոնը իրականացնում է գլիկոգենի ճեղքում, առաջացնելով գլյուկոզներ և այսպիսով ուրեմն ավելացնում գլյուկոզի քանակը արյան մեջ։ Նշեմ, որ ոչ բոլոր հորմոններն են, որոնք սպիտակուցներ են, օրինակ սեռական հորմոնները և մակերիկամի հորմոնները, մակերիկամում արտադրված հորմոնները լիպիդային շարքի ուրեմն հորմոններ են և միայն այսօր մենք ներկայացնում ենք սպիտակուցային տիպի կարգավորիչ ֆունկցիա կատարող հորմոնները, որոնց շարքին, ինչպես նշեցինք, պատկանում են թիրիոտրոպ, ինչպես նաև աճի հորմոնները, ինսուլինը, գլյուկագոնը, բավականին շատ էլի հորմոններ դուք կարող եք նշել, թիրոքսինը և այլն։ Եվ վերջապես հասնենք ամենավերջին և կարևոր ֆունկցիաներին, սպիտակուցի էներգետիկ ֆունկցիային, որը իրենից ներկայացնում է շատ կարևոր գործառույթ բջջի օրգանիզմի համար, ապահովելով ուրեմն կատաբոլիզմը, իհարկե որպես առաջնային նյութ սպիտակուցը չի օգտագործվում որպես էներգետիկ աղբյուր, մենք ածխաջրերն ենք օգտագործում, սակայն ածխաջրերի թվաքանակի պակասի, ինչպես նաև հետագայում ածխաջրերից հետո լիպիդների պակասի դեպքում մենք կարող ենք ճեղքել սպիտակուցները, առաջացնելով, խնդրեմ մեխանիզմը նայեք, սպիտակուցները ճեղքվելով առաջացնում են ամինաթթուներ, ապա ամինաթթուները ավելի խորը ճեղքման են ենթարկվում, առաջացնելով ացետիլ
տիլկոֆերմենտ A, եւ այստեղ էլի կիտրոնաթթվի ուրեմն ցիկլի առաջացում է տեղի ունենում, այնպես ինչպես Կրեպսի ցիկլը մոնոսախարիդների գլյուկոզի ճեղքավորման գործընթացի ժամանակ թթվածնային փուլում, ինչպես հիշում եք, բիոկահողաթթուն հետագայում ուրեմն ենթարկվում էր ացետիլկոֆերմենտ A-ի եւ ապա անցնում Կրեպսի ցիկլի, ապա այստեղ ուրեմն կիտրոնաթթվի ցիկլն է տեղի ունենում եւ արդյունքում ուրեմն մենք ունենում ենք AF-ի առաջացում։ Այսինքն սպիտակուցները նույնպես կարող են մինչև վերջ լրիվ ճեղքավորվել եւ ճեղքելով արդեն վերջում իրենց ուրեմն վերջի վերջո ճեղքելով ուրեմն արդեն վերածվելով անօրգանական նյութերի, սրանք անջատում են 1 գրամից 17,6 կիլոջոուլ էներգիա։ Այստեղ պատկերել եմ, ուրեմն ցույց եմ տվել ձեզ պեպտիդային կապի քայքայումը, որը նախորդ դասընթացներին նկատեցիք, թե ինչպես է առաջանում մի ուրեմն ամինաթթվի կարբոքսիլ խմբի CO-ի ածխածնի եւ մյուս ամինաթթվի NH2 խմբի ուրեմն N-ի միջև։ Այս պեպտիդային կապը քայքայվում է, որից հետո ամինաթթուները մեր առանձնանում են եւ արդյունքում ուրեմն ամինաթթուները ենթարկվում են ավելի խորը ճեղքման, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը կա։ Այսպիսով, հարգելիներս, ավարտեցինք մեր սպիտակուցի կատարած գործառույթները թեման։ Հուսով եմ, որ արդյունավետ էր մեր դասը եւ կարողացաք ուրեմն բավականին նոր նյութ պաշարել, ինչպես նաեւ կարողացաք ուրեմն ամրապնդել այն ամենը, ինչ գիտեիք մինչ օրս։ Շնորհակալություն եւ չմոռանաք միանալ մեր ալիքին։